Շարժվում ենք առաջ, դիտարկենք եւս մի քանի կարևոր փաստ RGB այդ գունային համակարգի վերաբերյալ։ Դրա համար ես այժմ կբացեմ մեկ այլ պատկեր, սա կարող ենք փակել այստեղ սեղմելով X, սա կարող ենք դեռ թողնել եւ ֆայլը ես վերցնում, տեղափոխում եմ այստեղ, որպեսզի այն բացվի։ Այստեղ ներքևի հատվածում կա գույների հետ կապված գործիք, որը կոչվում է Color Picker։ Քլիկ անելու դեպքում բացվում է այսպիսի պատուհան, ու մեր պատկերից ցանկացած հատվածը մենք կարող ենք այդ հատվածի գույնը, այդ փիքսելի գույնը վերցնել քլիկ անելով մեզ անհրաժեշտ ֆայլում, օրինակ այստեղ։ Ես քլիկ եմ անում ու տեսեք այստեղ հայտնվում է հենց այն գույնը, որտեղ որ մենք քլիկ արեցինք, այդ փիքսելի գույնը։ Այստեղ RGB աղբյուրներն են, արժեքները, red 5, green-ը 49 եւ blue-ն 52։ Ու այդ խառնուրդից ստացվում է այս գույնը, իսկ այս ներքևի հատվածում պատկերվում է կոդը, hex կոչվում է, hexadecimal։ Սա թվերից եւ տառերից բաղկացած կոդն է, որը վերաբերվում է այս արժեքին, այսինքն ընդհանուր ստացված գույնը 6 նիշանոց արժեքով, hexadecimal արժեքով պատկերվում է այս հատվածում։ Սա մեզ թույլ է տալիս, որպեսզի պատրաստի արժեքը գույնի վերցնել, տեղադրել այստեղ ու ստանալ արդյունքը։ Բացի դրանից, այստեղից հարկավոր է ֆիքսել հետևյալ կարևոր փաստը։ Եթե յուրաքանչյուր արժեք ունենա 0, յուրաքանչյուր աղբյուրի արժեքը լինի 0, ապա մենք կստանանք save գույն։ Իսկ յուրաքանչյուր աղբյուրի արժեքը կարող է ունենալ 255 մաքսիմալ արժեք, այսինքն 0-ից մինչև 255։ Եթե յուրաքանչյուր աղբյուր ունենա 255 արժեք, ապա մենք կստանանք սպիտակ գույն։ Ու ուշադրություն դարձրեք, եթե ես այստեղից իջեցնեմ քլիկ արած դեպի save, այսինքն այս մոխրագույնի տարբեր երանգները ստացվում են այն ժամանակ, երբ որ յուրաքանչյուր աղբյուր ունի նույն արժեքը։ Օրինակ, եթե red այս աղբյուրը ունենա 255 արժեք, ապա մենք գործ կունենանք կարմիր գույնի հետ։ Մաքսիմալ արժեքը 255 ու փոփոխելու դեպքում ուշադրություն դարձրեք, փոխվում է միայն green եւ blue արժեքները։ Ու եթե դրանք ունենան 0 արժեք, green եւ blue աղբյուրները, ապա մենք կստանանք մաքուր կարմիր գույն, այսինքն մաքսիմալ իր արժեքով 255։ Նույնը կանաչի ժամանակ եւ նույնը եթե այստեղ լինի 0, կապույտը 255, ապա կստանանք կապույտ գույն։ Ընդհանուր յուրաքանչյուր աղբյուր կարող է ունենալ 0-ից մինչև 255, այսինքն 256 արժեք, ու եթե բազմապատկենք 256-ը անգամ 256 անգամ 256, ապա կստանանք 16 միլիոնից ավել գույն, այդքան տարբերակ։ Այստեղ կարծում եմ ամեն ինչ պարզ էր կապված գույների հետ։ Գույների հետ աշխատելու համար բացի այս Color Picker-ից կա նաև այլ գործիքներ, պատուհաններ, այստեղ աջ հատվածում արդեն պատրաստի գույներ կա, այդ Color Picker-ը նաև գտնվում է առանձին այստեղ։ Բացի դրանից, այստեղ Window այս բաժնում մենք կարող ենք անջատել այս պատուհանը, եթե մեզ այն պետք չէ։ Մի խոսքով այստեղ կարծում եմ ամեն ինչ պարզ էր կապված գունային համակարգի հետ։ Կարող ենք այսքանով եզրափակել եւ շարժվել առաջ։ Կշարունակենք հաջորդ վիդեոից։